Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է հուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Աբրահամյան, գիշերը հրապարակվեց Թրամփի ուղու շրջանակային փաստաթուղթ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված, ես գիտեմ, որ դուք ավելի ճիշտ քաղաքական ուժը, որը դուք ներկայացնում եք, այս ծրագրով մեղմ ասած ի սկզբանե այնքան էլ հիացած չէր, շարունակում եք մնալ չհիացած։ Տեսեք, այն պայմաններն ու գործոնները, որոնք ընդհանուր մեր ռեգիոնում եւ մասնավորապես Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն են թողնում, բնականաբար դրանք պահպանվում են, բայց կոնկրետ այս հայտարարության մասով հաշվի առնելով, որ դա նոր է հրապարակված, ամբողջական դեռ ուսումնասիրման չի ենթարկվել, սրա հետ կապված դիրքորոշումը առաջիկայում ձևակերպենք եւ ցավոք այսօր շատ ավելի երկար այս թեմայով խոսելու նպատակարարություն ինքս չեմ տեսնում։ Կրկնում եմ, սա ոչ միայն տնտեսական վաղադրիչ ունեցող պրոյեկտ է, սրանում կան նաեւ հստակ գեոպոլիտիկ շահեր, ընդ որում դա ոչ միայն Հայաստանի վերաբերող, այլ շատ ավելի լայն ռեգիոնալ համատեքստում եւ փաստաթղթի վերաբերյալ բովանդակային շատ ավելի մանրամասն եւ ավելի կշռադատված գնահատական հնչեցնելու համար սա պետք է մի հատ ամբողջական վերլուծության ենթարկել, որի հետ կապված կարծում եմ առաջիկայում նաեւ ձեր տաղավարում խոսելու հնարավորություն եւ առիթ կունենանք։ Խոստանում եմ կստեղծեմ այդ հնարավորությունը, բայց մինչ այդ եկեք մի քանի ընդհանրեն էլեմենտների մասին խոսենք, ինչու որովհետեւ դրանք ստեյության ակնհայտ են, այսինքն տեսեք, սահմանները, մաքսատուրքերը, անվտանգության հարկերը բացառապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո են, այս փաստաթղթի համաձայն, այսինքն արտապատվիրակում, վերապատվիրակում, ես չգիտեմ, միջանցքային տրամաբանություն փաստաթղթի մեջ գոյություն չունեն, դեռ ամեն, եթե չեմ սխալվում, 5-րդ տողում, այսպես պայմանական ասած, այս կարմիր գծով գնում է, որ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, այստեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները ամեն դեպքում։ 22 թվականին Ռուսաստանը պահանջել էր ըստ էության միջանցք տրամադրել, ընդ որում միջանցք բառես ուղիղ իմաստով։ Այնտեղ պիտի ցանկապատվեր այդ ամբողջ տարածքը ըստ էության կտրվեր, Հայաստանի Հանրապետությունը որևէ տեսակի գործառույթ այնտեղ չէր ունենալու, մենք չէինք իմանալու այնտեղում ինչքան անցավ, ով անցավ, ինչու անցավ։ Հիմա այս երկուսի մեջ, եթե դնում ենք այդ համեմատություն, շահեկան կողմը այս մեկն է, թե այն մեկը։ Տեսեք, տարբերությունը մի փոքր այլ է։ Տարբերությունը այն ժամանակ նրանում էր, որ կար նաև Արցախի գործոնը, կար Հայաստանը Արցախին կապող միջանցք, այդ միջանցքում ծառայություն իրականացնում ռուս խաղապահները եւ այդ ժամանակվա ճարտարապետությունը ընդհանուր կառուցում էր այդ տրամաբանության մեջ, այսինքն երկու կողմում ադրբեջանական նաեւ պահանջ էր դա այդ փուլում երբ որ հնչեցվում էր եւ բնականաբար այս տեսանկյունից դրանք նաեւ իրավիճակային առումով էլ իրար հետ համեմատելի չեն։ Իսկ առհասարակ, երբ որ մենք խոսում ենք միջանցքային տրամաբանության մասին, այդ միջանցքային տրամաբանությունը Ֆրանսիան կառաջարկի, Ռուսաստանը թե Միացյալ Նահանգները, դրանք բոլորը իրենց խնդիրների համատեքստում եւ այդ թվում նաեւ Հայաստանի ինքնիշխանության համատեքստում բնականաբար դրանք իրար բոլորը հավասար հարթության մեջ են եւ եթե սկզբունքային դրված է չհամաձայնվելը կամ անընդունել լինել դրա հանգամանքը, ապա որևէ կապ չունի թե դա Ռուսաստանն է առաջադրում, թե Միացյալ Նահանգները։ Ինչ վերաբերում է ձեր ասած մի քանի բաղադրիչին, որը ներկայացրեցիք, այնտեղ ընդհանուր գծերով ներկայացված էր օպերատորների աշխատանք։ Մի կարևոր հանգամանք կա տեղ կառանձնացնեի, որը ըստ էության իմ հարցի պատասխանը փաստաթղթում չկար, հուսով եմ առաջիկայում այդ թեմայով քննարկելու ավելի շատ առիթներ կլինի, ինչը վերաբերում է այսպես կոչված առնչություններին, այնտեղ երկու կողմերի մաքսային առումով, որովհետև նշված էր, որ նոր տեխնոլոգիաներ են կիրառվելու, ինչը ըստ էության հնարավորություն կդարձնի, որպեսզի ոչ անմիջական շփումների պարագայում, ինչպես նաև Ադրբեջանը ժամանակին ասում, որ մենք չենք ուզում սահմանապահների հետ Հայաստանի առնչություն ունենալ, հնարավոր կլինի տեխնիկական այնպիսի միջոցների ներգրավվածություն, որոնք հնարավորություն կտան այդ մոդելով իրականացնել համապատասխան ծառայություններ, բայց այս իրավիճակում այս դեպքում գոնե մեր դեպքում Հայաստանի Հանրապետությունը
վնասով դուրս չգա։ Սա կիրառելի է այն պայմաններում, եթե դա ամբողջությամբ ներդրվի նաև Հայաստանի Հանրապետության բոլոր ուղղություններով։ Եվ առհասարակ, երբ որ մենք խոսում ենք այն հեշտացված կամ դյուրացված հնարավորությունների մասին, որտեղ փաստաթղթում գրված է այդ կոմունիկացիաների ապահովման տեսանկյունից, սա պետք է նաև համադրելի լինի Ադրբեջանի հետ մնացած մյուս ուղղություններով այդ տարանցման կամ ապրանքների տեղափոխման փոխադարձության սկզբունքը անպայման պետք է աշխատի։ Հիմա կարևոր թեմա կար, որ միշտ այս թեման քննարկվում էր, ու սրա հետ կապված ամեն դեպս ես հստակ գնահատական չեմ լսել։ Օրինակ մի հատված է, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, պայմանական վերցնենք Լեռնաձորը, որտեղից մուտք է արվում, եւ գալիս է Մեղրի ագարակի հատված եւ այնտեղից դեպի Նախիջևան ինքնավար հանրապետություն։ Հիմա բոլոր այն պարագայում, երբ որ ապրանքները պետք է օրինակ այդ հատվածից ագարակից գնան դեպի Երասխ, Նախիջևանի հատվածով։ Ինչպես է կազմակերպելու այդ ուղղությամբ, որովհետեւ թրիփի բովանդակությունը, որի սկզբանե դրվել է կամ գաղափարը այս տեսանկյունից, եւ երբ որ մենք խոսում ենք սրա ընդունելի կամ ընդունելի չլինելու հանգամանքից, մի տարբերակը, մի հանգամանքը փոխադարձությունն էր, որի մասին մենք արդեն խոսեցինք, եւ դրա համատեքստում պետք է հասկանալ մնացած բոլոր ուղղություններով ինչպես է սա կազմակերպելու։ Եվ մի բան էլ ստեղ առանձնացնեմ, տեսեք, մի 2-3 շաբաթ առաջ էր, երբ որ Ադրբեջանի արտգործնախարարը խոսում էր Հայաստանի թրիփի մասով իր պարտավորությունների կատարման մասին։ Անկեղծ ասած, դրանից հետո ես չտեսա պաշտոնական սրա հետ կապված բարձաբանում կամ մեկնաբանություն առայն, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այդտեղ ինչ նկատի ուներ։ Կա ինչ-որ բան, որը process-ի կուլիսներում գնում է եւ հանրությունը տեղյակ չէ պայմանական, առաջին, թե երկրորդ Ադրբեջանը սա ուղղակի օգտագործում էր ցույց տալու համար, որ պարտավորությունների հիմնական բեռը ընկած է Հայաստանի Հանրապետության վրա եւ իրենք ստեղ առհասարակ որևէ բան չունեն անելու։ Սրա հետ կապված բարձաբանում չեղավ եւ բարձ չէ զուգահեռ իրականության մեջ ինչ-որ process կա, գոյություն ունի, թե գոյություն չունի։ Շատերը պնդում են, որ դա ըստեյության ադրբեջանական կողմն է, թվում նաև Թուրքիան մանիպուլացնում են որոշակիորեն, այսինքն այդ տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, այնպես որ ճնշում իրենց վրա կիրառեք, բայց իրականում ճնշում է կիրառվում, ասենք նույն Ադրբեջանի նկատմամբ, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է արձագանքին, ես ենթադրում եմ կամ ասենք այն տեխնիկական դետալներին, որի մասին որ դուք խոսում եք, դեպի Երաս գնաց հատվածի, ենթադրում եմ, որ դա քննարկվել է կամ քննարկվում է առևտրի զարգացման գործակալության Միացյալ Նահանգների տարածաշրջանային տնօրենի հետ, որը 3 Բաքվից արդեն ժամանել է Երևան եւ ենթադրում եմ, որ այնտեղ էլ են խոսել, այստեղ էլ կխոսվի։ Ես կարծում եմ, որ process-ները, որոնք վերաբերել են, իհարկե փաստաթուղթը բավականին ծավալ ուներ եւ կետարկետ մանրամասն դետալային քննարկման անհրաժեշտություն դեռ կունենա, բայց փոխադարձության սկզբունքի շրջանակներում զուգահեռ հարթությունում այդ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվեն, որով ըստ էության հստակ կլինի, թե որ պարագայում ինչպես է գործում, յուրաքանչյուրը ինչ պարտավորություն է ստանձնում, որ ստացվի Հայաստանի Հանրապետությունը այդտեղ միակողմանի պարտավորություն ունի իր սահմանով կամ իր տարածքով անցնող տարբեր պրոյեկտների համատեքստում, բայց այն, ինչը վերաբերում է Նախիջևանով կամ Ադրբեջանի տարածքով դեպի Միջին Ասիա կամ Ռուսաստան, դրա մասով Ադրբեջանը ունի այլ մոտեցում, որտեղ մեծ առումով ռեգիոնալ պրոյեկտը ինչը ներդրվում է, այդ գեոպոլիտիկ բանը, եթե նույնիսկ մի կողմ դնենք, բացառապես տնտեսական համատեքստը դրան նայենք, ապա այս պարագայում շատ կարևոր է, որպեսզի ընդհանուր մոտեցումը պահպանվի ողջ տարածաշրջանի համար, որպեսզի հետագայում հակասություններ կամ կողմերից մեկի միջև կամ այս դեպքում կոնկրետ Ադրբեջանի համար որևէ ազդեցության ճնշման լրացուցիչ մեխանիզմներ հանկարծ որևէ ձևքում չառաջանան։ Եվ մի կետի էլ անդրադառնանք, տեսեք, ըստ էության փաստաթղթում մի քանի տեղ ընդգծվում է, որ ծրագիրը թրիփի մասին է խոսքը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման։ Ըստ էության ես չգիտեմ ինչպես սա մեկնաբանել այն իմաստով, որ խոսքը վերաբերում է արդեն եղածին, թե լինելիքին, որովհետև
եթե գնում ենք լինելիքի վրա, ստացվում է, որ Միացյալ Նահանգները ասում է Ադրբեջանին, ասում է Թուրքիային, ասում է չէ դուք հարաբերությունները պիտի կարգավորեք արդեն այս փաստաթղթի շրջանակում ու դրամաբանության մեջ, թե չէ։ Նախ ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կամբողջացվի եւ միայն այն դեպքում հնարավոր կլինի պրոյեկտները դարձնել արդյունավետ բոլոր երկրների համար, որովհետեւ եթե կողմերից մեկը կլինի Թուրքիան, Ադրբեջանը կամ երկուսը միասին իրենց համար մշտական Հայաստանի դեմ օգտագործվող շանտաժի քաղաքարտեր են պահում, բնականաբար գործընթացը չի կարող հաջողություն ունենալ, թեկուզ եւ դա տնտեսական տեսանկյունից արտաքուստ թվա, որ կարող է բոլոր կողմերի համար լինել նպաստավոր։ Հիմնական ռիսկերը, որոնք կապված են այս եւ նմանատիպ այլ պրոյեկտների հետ, հենց կապված են ադրբեջանական մոտեցումների հետ, որովհետեւ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ օգտագործում է բառապաշար կամ ադրբեջանական իշխանությունները իրենց հովանավորության ներքո պահում են դեմքերի կոնկրետ եւ պահում են նաեւ տարբեր կազմակերպությունների, որոնք ըստ անհրաժեշտության Հայաստանին հիշեցնում են սկսած տարածքային հավակնություններից մինչեւ Հայաստանի որպես հանցագործի պիտակ ունենալու հանգամանքի մասին։ Ես կարծում եմ, որ միջազգային դերակատարները, որոնք փորձում են մեր ռեգիոնում ստեղծել երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն, նրանց գլխավոր խնդիրը պետք է դառնա Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հավակնությունների բալանսավորումը, առանց որի որևէ տնտեսական պրոյեկտ հաջողություն ունենալու հնարավորություն չի լինի։ Եվ երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, դա վերաբերում է նաեւ այսօրվա կամ վաղվա բոլոր կառավարություններին, ինչպես այս պրոյեկտի դեպքում, այնպես էլ շատ այլ շատ գործընթացների պարագայում պետք է քայլեր ձեռնարկվի, որպեսզի Հայաստանը արճակատման կամ միջազգային տարբեր դերակատարների բախման կիզակետ որևէ պայմաններում չդառնա, որովհետև եթե կողքից երկրորդ, երրորդ գործոնները գալիս են եւ միանում են եւ իրենց ազդեցությունն են ապահովում տնտեսական պրոյեկտների վրա, այդ տնտեսական պրոյեկտները, որոնց վրա կարելի է 5, 10, 15 տարի աշխատել, դրանք 1-2 օր ընթացքում կարող են հոդս ցնդել եւ այս պարագայում գործընթացը, որը ընթանում է, դրա բոլոր բաղադրիչները տնտեսական, քաղաքական, գեոպոլիտիկ եւ նաեւ բնականաբար առաջին հերթին անվտանգային, դրանք պետք է ամբողջության մեջ հավասարակշռվեն։ Ինքը բավականին բարդ եւ ծանր process ալնելու, նաեւ զուգահեռ հաշվի առնելով, որ կան Ադրբեջանի հետ այնպիսի առանձնատուկ հարցեր, որոնք 1-2 օրվա պայմանավորությունով չեն ավարտվելու, օրինակ սահմանների ճշգրտման հետ, սահմանային դելիմիտացիայի հետ կապված հարցերը, որտեղ էականորեն մեծ խնդիրներ կան այսօր կուտակված եւ այս պայմաններում Ադրբեջանը ամեն դեպս չի արտաքուստ ցույց տալիս, որ ինքը այս մասով փորձում է ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների մեջ տեղավորվել եւ մտավախությունը այն է, որ սա ինչ որ փուլում կարող է սառեցվել, այս պայմանական եմ ասում սառեցվել է նկատի ունելով առաջին հերթին Ադրբեջանի կողմից տապալում, ինչը քաղաքական անվտանգային լարվածություն առաջացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բնականաբար նաև իր ազդեցությունը թողնելու է միջազգային այն պրոյեկտների վրա, որոնք Հայաստանը եւ Ադրբեջանն այս կամ այն ձևով շոշափում են։ Իսկ չեք կարծում, որ Մադուրոյի օրինակը կարող է դրա խոչընդոտ լինել։ Չեմ կարող ասել, հաշվի առնելով մենք չգիտենք 2-3 տարի հետո ինչ կլինի, Ամերիկայում ինչ վարչակարգ կձևավորի կամ սկզբունքները ոնց կլինեն, որովհետեւ ձեր ասած թեման իհարկե բավականին մեծ պրոբլեմ է ողջ աշխարհում, նոր այս աշխարհակարգի ձևավորման պայմաններում, որովհետև մենք խոսում ենք Միացյալ Նահանգների օրինակի հետ կապված, բայց ցավոք դա որպես նախադեպ եւ որպես օրինակ կարող են վերցնել նաեւ այլ երկրներ եւ իրենց քայլերը այստեղ արդարացնելով Միացյալ Նահանգների այդ ագրեսիվ այս մասին, նաեւ ագրեսիվ քաղաքականության, որը ոչ միայն Վենեսուելայի մասով է արտահայտվում, այլ նաեւ Գրենլանդիայի մասով է արտահայտվում եւ այլն, եւ այս համատեքստում այստեղ երկու բան կա, խնդիր կա։ Իմ տպավորությամբ Միացյալ Նահանգները փորձում է իր գլխավոր ռազմավարական հարցերը լուծել 1-2 տարվա ընթացքում, դրանից հետո նոր աշխարհակարգ ձևավորել, որը միջազգային իրավունքի տեսանկյունից կլինի շատ ավելի պաշտպանված եւ որտեղ արդեն Միացյալ Նահանգները իր երկարաժամկետ պլանները արդեն բարեհաջող իրագործված կլինի եւ երկրորդը սա կարող է մտնել անվերահսկելիության դաշտ եւ ցավալիորեն նաեւ մեծ խնդիրներ անվտանգային առաջացնել նաեւ մեր տարածաշրջանում Իրանում տեղի ունեցողը նաև դրա որոշակի դրսևորում է, բայց մենք հետագայում չգիտենք, թե ինչ
վարկագիծ կդրսևորի Իսրայելը, Թուրքիան եւ այլն եւ այս համատեքստում այն իրողությունը, որը դուք ձեր հարցադրման մեջ նաեւ որոշակիորեն շոշափեցիք, դա ինքնին այս իրավիճակում առանձնապես լավատեսություն չի ներշնչում։ Տեսեք, վերջին մի քանի օրերին ամենաբուրըն քննարկման թեմաներից մեկը դարձավ Սոլովյովի այդ բավական հայտնի արտահայտությունը, որ Ռուսաստանի ազդեցության գոտում կարելի է ուժ կիրառել, այսինքն օրինակ բերելով, որ Ուկրաինայում այ մենք արեցինք հատուկ ռազմական օպերացիա, իսկ ինչու չանենք, ճիշտ է, կոնտեքստային իմաստով ուղիղ խոսքը չէր վերաբերում հենց Հայաստանին, բայց կոնտեքստով, որ քանի որ Հայաստանի մասին էր խոսում, Հայաստանի կորուստի եւ Վենեսուելայի կորուստի համեմատություններ տանում, դա անցալվեց որպես ըստ էության սպառնալիք Հայաստանի Հանրապետության հասցեին։ Հաշվի առնելով նաև ձեր տարիների փորձը, ես վստահ եմ, որ դուք գիտեք Սոլովյովը իրենց ինչ է ներկայացնում, այդ իմաստով, որ ինքը հենց այնպես ոչինչ երբեք իրեն չի կարող թույլ տալ, ոչ թե չի անում, այլ չի կարող թույլ տալ։ Հիմա եւ ձեզ մեղադրում էին նրա համար, որ ցանկացած դեպքում, երբ Թուրքիայում կամ չգիտեմ Ադրբեջանում քարի տակից մեկը ինչ որ դուրս է գալիս, ինչ որ արևմտյան Ադրբեջան եզրույթ է օգտագործում, դուք սուրը վերցած հարցակում իշխանությունների վրա, իսկ Սոլովյովի դեպքում տեսեք անդիմությունը ձայն չհանեց, ինչու։ Գիտեք, ես ստիպված եմ արձագանքել, որ այս իրավիճակում անընդունել եմ համարում, երբ որ դաշտում գործող հիմնական ուժերը, շատերը նաև ուղղորդված է, որ փորձում են ամբողջացնել հավաքական ընդդիմություն հասկացողությունը, որտեղ կան տարբեր մոտեցումներ, տարբեր պատկերացումներ ունեցող ուժեր, կան ուժեր, որոնք ընդդիմություն են ներկայանում, բայց իրականության մեջ առանձնապես անդիմադրի ֆունկցիա չեն կատարում եւ այլն։ Ինչի՞ եմ նաև ես այսպես կտրուկ ասում, որովհետեւ կոնկրետ հանրապետականի դեպքում այս թեմայով արձագանք եղել է, ինքս 2-3 առիթով խոսել եմ, հանրապետական այս տարբեր գործիչներ խոսել են սրա մասին եւ գոնե հանրապետականը մեր քաղաքական դաշտային ուժերից է, որը որևէ կաշկանդվածություն չունի այս կամ Ռուսաստանի վերաբերող այդ թեմաներով իր դիրքորոշումը արտահայտելուց։ Այստեղ երկու բան պետք է հաշվի առնել։ Ցանկացած պարագայում ուղակի կամ անուղակի ցանկացած սպառնալիք անկախ նրանից թե որ երկիրը Հայաստանին ինչ է որպես դիտարկում ռազմավարական գործընկեր, հետաքրքրությունների զոնա, ռազմավարական ուղղություն թե մեկ այլ անընդունել է ցանկացած երկրի կողմից նույնիսկ ամրագրումը, նույնիսկ չեմ խոսում որևէ գործողության իրականացումը, որը կարող է միջամտություն լինել Հայաստանի ներքին գործերին, առավել ևս այն, եթե դա ուղղորդվի նաև ռազմական ֆազայով եւ այս տեսանկյունից չեմ կարծում թե առանձնապես այստեղ մեծ բանավեճ կա։ Ես կարծում եմ, որ այս խոսույթը պարզապես օգտագործվեց երկու տեսանկյունից։ Առաջինը հակառուսականության որոշակի դոզան ակտիվացնելու կամ թարմացնելու եւ երկրորդը դա օգտագործելու կոնկրետ մարդկանց կամ կոնկրետ ուժերին թիրախավորելու համար։ Որովհետեւ կրկնում եմ, թե այս տեսանկյունից ես չեմ կարծում, թե Հայաստանում շատ կլինեն, գրավ sense ասեմ, չասեմ, որ դա բացառում է, բայց շատ կլինեն մարդիկ, ովքեր նորմալ կհամարեն, եթե տարբեր երկրներ հաշվարկները կատարեն Հայաստանի վրա, տարբեր ելակետներից ելնելով եւ որպես հարցի հանգուցալուծում, որը միջև այդ քաղաքական էր դիտվում, հանգարց կդիտեն դա ռազմական ճանապարհով որևէ ներքին ուժի օգտին որևէ գործողություն կատարելու հանգամանքը։ Ես մեծ առումով նաև որոշակի համատել եմ սա համարում, իհարկե փաթեթավորումն ու տեքստը բովանդակությունը մի փոքր այլ էր, նաև եվրոպական կառույցներից հնչող հայտարարությունները կամ այն պատրաստակամությունը, որը դրսևորվում էր այսպես կոչված հիբրիդային պատերազմները կանխելու համատեքստում Եվրամիությունը կամ եվրոպական տարբեր կառույցները, նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները տասնամյակներ շարունակ տարբեր պրոյեկտների շրջանակներում աջակցություններ, դրամաշնորհեր կամ այլ ձևի ֆինանսական աջակցություն ապահովել են Հայաստանի վրա, որոնք ունեցել են տարբեր նպատակներ՝ ժողովրդավարության զարգացումից մինչև ֆինանսական տարբեր համակարգերի կայունացում եւ զարգացում։ Հիմա եթե կա հնարավորություն, եթե կա խնդիր, որտեղ պետք է օգտագործվեն դրամաշնորհել կոնկրետ մեր երկրի պետական կառույցների հնարավորությունների ու պոտենցիալը աճեցնելու, որոնք կարող են կանխել տարբեր անվտանգային կամ այլ բնույթի հարձակումներ, այս մասը լրիվ այլ թեմա է, բայց երբ որ դրանք օրինակ նախընտրական փուլում, հատկապես նախընտրական փուլում, երբ որ քաղաքական ցանկացած դետալ կարևորվում եւ շատ ավելի ընդգծվում է, այս պայմաններում երբ որ դրանք դիտվում են որպես քաղաքական հովանոց
այս կամ այն ուժի աջակցելու համար, դա եւս նաեւ միջամտության մեկ այլ ձև է, եւ այս պարագայում իմ մոտեցումը օրինակ այն է, որ եթե եվրոպական կառույցների համար կա կարեւորություն մեր հասարակության համար անկալել լինելու իր սատարումների կամ աջակցությունների մասով, ապա նմանատիպ հայտարարությունները, որոնք հնչեցվում են, դրանց տակ պետք է դրվի շատ ավելի հասկանալի եւ բովանդակային ծրագիր կամ միջոցառումներ, որի պայմաններում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ մեր երկրում ապրող քաղաքացիների համար շատ ավելի հստակ կլինի եվրոպական կառույցների կամ եվրոպական առանձին երկրների նպատակը այս կամ այն ուժին աջակցելն է, թե իրականում Հայաստանի Հանրապետությանը եւ հայ հասարակության համար նոր հնարավորությունների ստեղծումն է, որոնք պետք է ապահովեն ժողովրդավարական ինստիտուտները, այս կամ այն առավելությունները եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ ավելի շատ քաղաքական հակասությունը ձեր հարցադրման համատեքստում եմ ասում, ավելի շատ գնում էր սրա զուգահեռների մեջ։ Իհարկե ես տեսա նաեւ հայտարարություններ, որոնք որևէ կապ չունեին Հայաստանի Հանրապետության հետ եւ Հայաստանի Հանրապետության շահերի հետ, բայց ես կարծում եմ, որ այստեղ ընտրովի գործելու որևէ մոտեցում չի կարող արդարացված լինել։ Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը պետք է հստակ դնի սկզբունքը, որևէ երրորդ երկիր չպետք է ունենա հնարավորություն, չպետք է ստանա հնարավորություն միջամտելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, առավել եւս, եթե այդտեղ կա ռիսկ կամ սպառնալիք ռազմական ճանապարհով որևէ գործողություն առաջ մղելու մասով։ Այսինքն ես որտեղ ձեր պատասխանից այդ հստակությունը չտեսա, որտեղ ստացվեց իմ մոտ ամենադեպս գլխից մեջ ձևավորվեց այն ժողովրդական պատումը, որ ասում են լավ գողը հեչ մեղավոր չէր, որտեղ դուք ասում եք, որ այդ հայտարարությունը օգտագործվեց սրանց դեմ եւ այլն։ Հիմա Սոլովյովը լավ արել, թե լավ չի արել։ Կներեք, բայց ես իմ ձևակերպումները իմ խոսքից դրանից սկսեցի, որ անընդունելի է այն հայտարարությունները, որոնք վերաբերում են ոչ միայն ռազմական սպառնալիքի էլեմենտներ պարունակող հայտարարություն, այլ նույնիսկ այն հայտարարություններն, որոնք տարբեր միջոցներով ունակ են ներգործում ունենալու Հայաստանի ներքին գործերին։ Այսինքն ես դրա համար եմ խոսում այն մասին, որ սա նույնիսկ որևէ բանավեճի առիթ չպետք է տար։ Շատ լավ։ Հիմա եվրոպացիները ասում են մենք ձեզ այսքան ինչ որ գումար կհատկացնենք, օժանդակություն որպես, քանի որ հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում հիբրիդային հարձակումները ակտիվանալու են, ունենք դրա փորձը եւ այլն, մատուցիչ չտանք, որ կողմից կարող է դրա հարձակումներ լինել, բայց իրականում այդ հարձակումները կարող են լինել թե Ռուսաստանից, թե Միացյալ Նահանգներից, թե Չինաստանից, թե Բուրկինա Ֆասոից։ Ասում եմ, եղբայր, ես ձեզ ուզում եմ օգնել, որ այդ տեղեկատվական հարձակումներին դիմագրավեք, ինչ վատ բան են ասում։ Տեսեք, ես իմ խոսքում կարծում եմ շատ ավելի բարձ բացվածքով ասացի, այնպեսի բարձ ոչ թե որ ձեր համար հասկանալի լինի, այլ մեր լսարանի համար շատ ավելի ընկալելի լինի իմ խոսքը։ Տեսեք, երբ որ մենք դնում ենք դրա տակ քաղաքական հայտարարություն, մենք դրա հասարակություն դրա բացվածքը պետք է տեսնի, դա ինչ է ենթադրում։ Հիմա երբ որ դրա բացվածքը չկա, բնական է, որ սրա հետ կապված իմ ենթադրությունը կարող լինի, որ սա արտաքին միջամտություն է այս կամ այն ուժի օգտին, մեկ այլ մարդու համար կարող լրիվ այլ ձև անկալվի։ Ես սրանով պայմանավորված եմ ասում, որ այն ինչ որ հայտարարվել է, պետք է հստակ բացվածքով ներկայացվի։ Սրա տակ դրված է օրինակ տեխնիկական համակարգերի զարգացում, որոնք ունակ են պաշտպանել օրինակ Հայաստանի Հանրապետության բաները, կրիտիկական օբյեկտները, այն կարևոր ինստիտուտները, որոնք ապահովում են Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության բնականon գործունեությունը, տեղ-տեղ սրա անվան տակ գալու են գումարներ, որոնք ծառայել են ընդամենը նեղ անձնային կամ մեկ քաղաքական գործի շահերին եւ սրանով ապահովել են երրորդ երկրի ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Եվ սրա համար եմ ես ասում, որ շատ լավ կլիներ, որպեսզի այդ նույն պաշտոնյաները եվրոպացի, որոնք սրա մասին հնչեցնում են, շատ ավելի բաց հանրային ձևով ներկայացնեն, թե ինչ ունեն սրա տակ դրված, որպեսզի մեր հասարակության համար սա հնարավորես լինի ընկալել։ Ես գիտեմ, որ դուք այնքան էլ գոհ չեք զինված ուժերի բարեփոխումների գործընթացից, պարբերաբար նաև սոցցանցային ձեր հարթակում եք այդ թեմային անդրադառնում, երեք պաշտպանության նախարարը բավական մեծ ասուլիս տվեց, բավական տևական, ստացաք ձեր ուզող հարցերի պատասխանների գոնե մի մասը թե չէ։ Իհարկե ոչ, որովհետև այդ թեմաների ճնշող մեծամասնությունը, որի մասին խոսվում էր, ես այդ թեմաներին տարբեր ձևերով անդադ հետևում եմ, պաշտպանության նախարարության ուղղված գրությունների, տարբեր հարցադրումների
չեմ խոսում պաշտպանության հանձնաժողովում տարբեր քննարկումների ժամանակ եւ ասել, որ ինչ-որ իմ համար նոր բան է տեղի ունեցել, դա բնականաբար այդպես չէ։ Երկրորդը ո՞րն է գլխավոր խնդիրը։ Պաշտպանության նախարարի ասուլիսից 1 օր առաջ հրապարակում է լուսանկար հենց նրա էջում, որտեղ ատեստացիայի գործընթացի մասին է։ 3 զինծառայողներ են ներկայացված, 3 զինծառայողներ, 3 տարբեր գլխարկներ, 3 տարբեր գոտիներ, 3 տարբեր զինվորական սապոգներ, 3 տարբեր տարբերանշաններ եւ այլն։ Հիմա ինչ եմ ես օրինակը բերում։ Ասեք, հեսա 2-3 ժամանոց ասուլիս է եղել եւ այլն։ Տեսեք, մեր երկրում 5 տարի է խոսում են համազգեստի փոփոխության մասին։ 26 թվականին նորը լինելու է։ Հասկանում եմ, բայց նախ այստեղ ասում են 26-ին լինում է, նույնիսկ դրա վրա մարդիկ վստահ չեն ինչի համար։ 21 թվականից խոսում է համազգեստի փոփոխության մասին։ 5-րդ տարին պաշտպանության նախարարը իր էջում։ Սա այնպես չէ, որ ինչ-որ մարդ գնացել է թաքուն նկարել է։ Սա նես չի, որ լրագրողը գնացել է ինչ-որ զորամաս, իր կողքի մի քանի զինվորական նկարել է։ Պաշտպանության նախարարը ինքն է նկարել եւ ինքն է հրապարակել լուսանկար, որտեղ պարզ մի օրինակի վրա տեսանելի է, թե պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ ինչքանով է հետևողական Հայաստանում նույնիսկ համազգեստին վերաբերող թեման, որը բարդ տեխնոլոգիական խնդիր չէ եւ անհամատել է օրինակ ռազմաարդյունաբերական համալիրի կամ այլ համակարգերի հետ, որտեղ 5 տարի խոսում է համազգեստի մասին։ Սա մեկ։ Երկրորդը այստեղ խնդիրը այն չէ, թե ինչ է ներկայացում կամ ինչ է հասարակությանը ծախվում։ Այստեղ խնդիրը այն է, թե դրանք ինչքանով են օբյեկտիվ եւ դրանք ինչքանով են ճշմարիտ։ Մեկ օրինակ բերեմ այս մասով։ Այն ինչ վերաբերում է օրինակ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելուն։ Հիմա այն օրինակները, որոնք պաշտպանության նախարարը բերում է, դա վերաբերում է այն գործոնին, որի հետ կապված կա որոշակի աճի դինամիկա եւ իդեպ միջև 3 ամիս առաջ դա որպես գաղտնի տեղեկատվություն էր փոխանցվում, բայց հիմա դա դարձել է հրապարակային, որտեղ դա այս բանը իրենց սերնդու է դրա հանրայնացումը, պաշտպան հայրենաց ծրագրի մասին է խոսքը, բայց օրինակ թե 6 ամսվա կրճատումը պարտադիր ժամկետային ծառայության վրա քանի զինծառայողի նվազում կբերի, դա օրինակ չի ներկայացվում։ Հիմա ո՞րն է այստեղ խնդրալուց հանգամանքը։ Հիմա երկուստեղ ժամանակ չի ներկայացում, ձեզ պետք է որ ինձ ներկայացում է, ես թվերը լավ գիտեմ, դրա համար եմ ասում, այստեղ խնդիր կա ճշմարտության, որովհետև այդ թվերը զորակոչի էականորեն տարբերվում են այդ աճի դինամիկա դրսևորող գործոնների մասով։ Ես պաշտպանության հանձնաժողովի նիստում դրա հնարավորությունը եղել է քննարկման ժամանակ ասել եմ, դուք հրապարակեք մյուս թվերը նաև։ Դուք ասեք օրինակ այս հասկանում եմ, որ դրանց այնպես չի, որ դրանց հեշտ հրապարակվող թվեր է, բայց պաշտպան հանրայնաց ծրագիրը, որին ես 22 թվականից հետևում եմ, ամեն զորակոչի գրություն եմ ուղարկում եւ թվերը ստանում եմ։ Դա ներկայացնում էր որպես ռազմական գաղտնիություն պարունակող տեղեկատվություն։ Բայց մի հատ փուլ եկավ դա հրապարակվեց։ Նույնը վերաբերում է պահեստազորայինների հավաքներին, որը մինչև 2 ամիս առաջ համարվում է ռազմական բնույթի տեղեկատվություն, բայց վերջերս պաշտպանության նախարարը սկսեց թվերը հրապարակել, թե ինչ թվի մասն է խոսքը։ Հիմա ես ասում եմ, թե դուք արդեն այլևս խնդիր չեք համարում դա ռազմական գաղտնիության տեսանկյունից, ապա նույն հարթության մեջ կա երկու այլ հարց։ Մեկը վերաբերում է զորակոչին, մեկը վերաբերում է զորամասերի համալրվածության մակարդակին։ Ներկայացրեք այդ թվերն էլ հանրայնացրեք։ Ես չեմ ասում դա ճիշտ է, բայց եթե դուք այն երկուսը համարել եք ճիշտ, այն չէ, ես ճիշտ չեմ համարում, բայց հրապարակել եք, դա ասում է, որը դրական դինամիկա ունի եւ քարոզչական քաղաքական տեսանկյունից նպատակարարումը դուք հանրայնացնում եք, բայց նրանք, որոնք գլխավոր խնդիրներն են ի ցույց դնում եւ բացական սադոն են ի ցույց դնում, դուք ասում եք դա ռազմական գաղտնիք է։ Զորակոչի 6 ամսով կրճատումը բավականին մեծ թվով խնդիրներ է մեր համար առաջացնելու երկու պատճառով։ Առաջինը ՊՆ-ի ներկայացված ծրագիրը որպես դրական դինամիկա պարունակող դեռևս իմ ասած բացական գործոնների հետ չեն եկել հավասարակշռել իրար, սա մեկ, եւ երկրորդը միջև այս նախագծի ընդունումը մենք զինված ուժերում ունենք լրջագույն համալրման հետ կապված խնդիրներ տարբեր ուղղություններում եւ բնականաբար այդ խնդիրը մնում է մշտական բաց։ Հիմա սա ինչ հետևանքների է բերելու։ Սրա հետևանքը օրինակ կարա լինի այն, որ առաջնագծում ապահովող ծառայությունը շատ ավելի քիչ ուժերով է իրականացվելու։
Եթե ստեղ լիներ մի զինվորական, որ ասար, գիտեք, մենք տեխնիկական միջոցների համալրման ենք բերել եւ սրա միջոցով 10%-ի կրճատում ենք անում, ես այդ մարդուն կասեի, որ ես ձեր թվերին չեմ հավատում, որովհետեւ ինքս այդ հնարավորությունների որոշակի բարբերականությամբ թեև դժվար ծանոթանում եմ, բայց այդ հնարավորությունները դեռևս այդ մակարդակին բերված չի։ Եվ այս պայմաններում այն մարդիկ, ովքեր զինված ուժերի հետ որևէ գոնե մինիմալ առնչություն ունեն, իրանք գիտեն թե ինչ իրական վիճակ է զինված ուժերում եւ այս պահին լրացուցիչ կրճատումները, այս դեպքում քառորդ կրճատումը, ինչ հետևանքներ կարող է բերել զինված ուժերի վրա եւ նաեւ առաջին հերթին արեք չմոռանանք, որ ծանրաբեռնվածությունը դրվում է կոնկրետ մարդկանց վրա, սպաների, այնտեղ ծառայող պայմանագրայինների, պարտադիր ժամկետային ծառայողների վրա եւ եղած խնդիրները կամ ճեղքերը, որոնք կան, շատ ավելի լայնանում են։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։